Բայց Աստված գիտության ժամանակները անտեսելով, հիմա բոլոր մարդկանց պատվիրում է, որ ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի։ Քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց եւ ամենքին հավաստիացրեց, նրան մեռելներից հարուցանելով ամեն։ Մենք կարդացինք սիրելիներ Աստվածաշնչի խոսքերը, որտեղ Աստվածաշունչն ասում է, որ Աստված պատվիրում է բոլոր մարդկանց ամեն տեղ ապաշխարեն։ Ռուսերեն թարգմանության մեջ ասում է, հրամայում է բոլոր մարդկանց ամեն տեղ ապաշխարեն, առանց բացառության Աստված ասում է, որ բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն, որովհետև առանց ապաշխարության սիրելիներ մարդը չի կարա Աստծո հետ հաշտվի, մարդը չի կարա մտնի երկնքի արքայություն առանց ապաշխարության, մարդը չի կարա ունենա մեղքերի թողություն եւ փրկություն։ Տեր Հիսուսը Ղուկասի ավետարանում ասեց այսպիսի խոսքեր, ասեց, եթե չապաշխարեք, ամենքդ էլ այսպես պետք է գնաք կորուստ։ Ուրեմն ապաշխարությունը դա Աստծո պատվիրանքն, Աստծո հրամանն է եւ անհրաժեշտությունն է, որ ամեն մարդ պետք է ապաշխարի, եթե ոչ մարդուն սպասում է դատապարտություն, մարդուն սպասում է դժոխք, հավիտենական տանջանքներ, սիրելիներ։ Եվ Աստված ամեն ինչ արել է իմ եւ քո փրկության համար, անգամ իր ամենաթանկագին որդուն, միածին որդուն զոհել է մեր մեղքերի համար, որպեսզի մենք ապաշխարենք եւ ժառանգենք երկինքը։ Հիմա ուզում եմ խոսամ այն մասին, թե ինչ է նշանակում ապաշխարություն։ Ապաշխարությունը դա հոգևոր հասկացողություն է, հոգևոր իմաստ է, հոգևոր բառ է, որը իր մեջ ներառում է այսպիսի բաներ։ Առաջինը ապաշխարել նշանակում է ճանաչել մեղքը, գիտակցել մեղքը, երբ որ մարդը սկսում է հասկանալ իր մեղավորությունը եւ սկսում է ճանաչել իր մեղքերը, հիշում է իր անցյալի հանցանքները, մեղքեր եւ սկսում է դրա համար զղջում ապրել։